Այսօր առավոտյան D-Ray ACC անվամբ տարբեր SMS-ներ են եկել քաղաքացիներին հետևյալ բովանդակությամբ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետամուտ է ընտրակաշառքի բոլոր դեպքերին եւ հիշեցնում է, որ ընտրակաշառք ստանալը պատժվում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հիշիր, քո պետության եւ ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ներքևում նշված է հղում։ Այս SMS-ը մի քանի կասկածներ է առաջացնում։ Որտեղից։ Քաղաքացիների շրջանում շարունակվում է քննարկվել գլխավոր հարցը։ Եթե պետական մարմինը կարող է քաղաքացիներին նման SMS ուղարկել, ապա արդյոք քաղաքացիների անձնական տվյալները պատշաճ պաշտպանված են, թե դրանք օգտագործում են առանց բավարար թափանցիկության։ Ձեզ համար նորմալ է, որ Իհարկե նորմալ։ Դեռ չեմ հասցրել, բայց ստացել եմ։ Իսկ ձեզ համար նորմալ է, որ ձեր տվյալները ինչ-որ անհայտ կայքի են հայտնի ու ձեզ նման բովանդակությամբ SMS-ներ են գալիս։ Կմանրամասնեք, ինչի մասն է խոսքը, որտեղ չեմ կարդացել։ Նայեք, գրված է, որ եթե կաշառք վերցնեք, 7 տարի ժամկետով ազատազրկում է ձեզ սպասում ու եկել է D-Ray ACC կայքի կողմից ու համարը չգիտեմ որտեղից է եկել։ Հա, չէ, նորմալ չի, ոնց արձակ։ Իսկ ձեր կարծիքով սա պետական կայք է, թե այլ Պետական է հաստատ։ շնորհակալ։ Իսկ մոտենում են ընտրությունները ըստ այդմ նման բովանդակությամբ SMS-ներ ենք ստանում։ Ես չեմ կարդացել, մինչև վերջ ինչա գրած եղել է դա։ Իսկ ձեզ համար նորմալ է։ Օրինակ, ասում եթե կաշառք վերցնեք, 7 տարի ժամկետով ազատազրկում է ձեզ սպառնում։ Կաշառք ամեն դեպքում նորմալ չի։ Իսկ նման բովանդակությամբ SMS-ը, որ ձեզ է ուղարկվել ինչ-որ անհայտ կարգից նորմալ է, ձեր համարը Նորմալ չի։ Իհարկե նորմալ չի։ Իրականում շատ է անծանոթ համարներից այդպես ինչ-որ SMS-ներ գալիս, որ առհասարակ չգիտեմ էլի որտեղից է հեռախոսահամարը ինչ-որ կայքերում հասանելի, որ մարդկանց ուղղակի դա SMS-ներ են ուղարկում։ Այո, ստացել եմ։ Ձեզ համար նորմալ է, որ ձեր համարը հասանելի է ինչ-որ կայքի, որ ձեզ նման SMS-ներ են գալիս։ Դե ինչ ասեմ, հիմա հասանելի են համարները, չեմ կարող տենց ինչ-որ մտածեմ ինչի է հասանելի։ Ձեր կարծիքով սա պետական կայք է իրազեկում են իրականացնում, թե պարզապես տվյալների արտահոսք է եղել, ձեր համարները հայտնվել են ինչ-որ մարդկանց մոտ։ Չէ, այդքան չեմ խորացել, անկեղծ, բայց ես էլ եմ կողմել, որ այդ ընտրակաշառքը այդ հասկացողությունը չլինի ընդհանրապես էլի։ Ավելի լավ կլիներ դա չլիներ, որ այսքան պատմություններ չլինի։ Ես տենց եմ մտածում։ Հա, մի քիչ առաջ ստացել եմ։ Իսկ ձեզ համար նորմալ է, որ ձեր տվյալները հասանելի են եղել ինչ-որ կայքի։ Իսկ սա պաշտոնական չի։ Ոչ ոք չգիտի։ Դե եթե պաշտոնական է, նորմալ է, որտեղ դատապազան ունեն, եթե ինչ-որ ոչ պաշտոնական, ասենք, ոչ պետական մարմին է, դա արդեն խնդիրներ է առաջացնում։ Չէ, չեմ ստացել։ Իսկ եթե ստանաք, ձեզ համար նորմալ կլինի, որ ձեր տվյալները ինչ-որ կայքի են հասանելի եղել ու նման նամակներ են գալիս, որտեղ բոլորին ոնց հասկացա ուղարկում են։ Դե ինձ օրինակ այնց տվյալները իմ աշխատանքային օֆիսային ասենք տվյալները կան, պոչտան կա, որ կարան ուղարկեն, ասենք բաց թեմա է, ստում շատերին է տես բաց մարդիկ իրանց ինտերնետում, տարբեր կայքերում, հա, իրանք իրանց ռեկլամ են անում, ու երևի թե դա բաց բան է։ Տվյալների արտահոսք սա չեք համարում դուք։ Երևի թե չէ։ Եթե ինձ գար ես չէի համարել, որովհետև ես ինքս բացեմ, ազատեմ, ընդհակառակը ինչքան կոպիտ ասած, ինչքան պասպիշիկ ունենամ, այնքան լավ է, հա։ Աշտո որ ուղարկում են, հա։ Ուզում եք ասեք գողացած է, հա, ու բան են անում, հա, նոր ակցիա է, հա, գնում երևի, հա, ընդեմ։ Դե հավանաբար, որովհետև անունն էլ է ինչ-որ կասկած է առաջացնում։ Դե փաստը որ ասենք կաշառք զգուշացնում են, իսկ ոնց որ ասեն, բեսպիլոտնիկներ են հեսա գալու, բան զգուշ եղեք, իսկ թվում է դա նորմալ բան է, իրանք ուրիշ բան չեն անում, ուղղակի ասում են, որ զգուշ եղեք, մի կանի տես բաներ։ Ես ընդունում եմ, որ դա մեր պետության առողջության համար ահագին պետքական բան է։ Դուք ձեր համաձայնությունը տվել եք, օրինակ այդ կայքին ինչ-որ ձևով, որ ձեզ նամակ ուղարկեն։ Չէ, չի կարելի կաշառք վերցնել, տալ եւ ստանալ։ Ուշադրություն չեմ դարձրել ճիշտ ասած։ Սա տվյալների արտահոսք չեք համարում։ Կարա լինի, հա։ Չգիտեմ ասիչյան ինչն է նորմալ ինչը չէ, բայց դե մարդիկ կան կարողա վերցնում են, բայց անձամբ ես ոչ մի բանի չեմ մասնակցում։ Հիմա մի քիչ էլ դժգոհ ենք այս մեր կառավարությունից։